Մենք շարունակում ենք քարոզաշարքը։ Քարոզաշարքը լեռան քարոզից է եւ ամենայն մանրամասնությամբ փորձում ենք հասկանալ, թե իր այդ մեծ ուսուցման մեջ, այդ հստակ հռչակագրի մեջ, որ Աստծո արքայության կանոնակարգն է, հռչակագիրն է, Տեր Հիսուս ինչ սովորեցրեց։ Գիտեք, որ լեռան քարոզի մեջ ինքը որպես տիեզերքի իշխան նստեց այդ լեռան վրա ու սկսեց հատուկ ուսուցում, որպեսզի մեր կյանքի, մեր առօրյայի, մեր նաև հավիտենական կյանքի սկզբունքային կանոնները մեզ սովորեցնի եւ այնպես, որ այդ կանոններով ապրելով մենք իրական մարդ լինենք, իրական էակ լինենք, իրական ընտանիք կազմենք, իրական կարողանանք չարին ոչ ասել, իրական կարողանանք օրհնված ընտանիք ունենալ։ Հենց դրա մասին է նաև այսօրվա քարոզաշարքի հատվածը։ Եվ վերնագիրը երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Իրական, երբ որ նայում ենք այս երևույթին, շատ զարմանալի է, որ Տերն ասում է, ինչպես է, որ երկուսը լրիվ տարբեր էակներ, տարբեր դեմք ունեցող, տարբեր սեռ ունեցող, տարբեր աչքեր, տարբեր մատնահետքեր, բայց Աստված վերցնում եւ մեկացնում է։ Եվ սա խորհուրդ է, անբացատրելի մի երևույթ է։ Բայց այս խորհուրդը շատ թերագնահատված, շատ դեգրադացված եւ շատ թիրախավորված է չարի կողմից։ Եվ դարեր շարունակ ապացուցվել է, որ ամեն պետություն առաջին հերթին սկսում է քայքայվել ու քանդվել, երբ որ ընտանիքն է վտանգված լինում։ Ընտանիք կոնցեպտը, գաղափարը, երևույթը, երբ որ թեթև անլուրջ վերաբերմունք է լինում ընտանիք երևույթին, արդեն ապագան կասկածելի է դառնում։ Նման բարդ հարցերի շուրջ պետք է խոսենք եւ պետք է ընթերցենք Աստծո խոսքը, որ Մատթեոս ավետարանից է, առաջի փոքր հատվածը հենց լեռան քարոզից 5-րդ գլուխ 31-32 համարներն են, որից հետո 19-րդ գլխից, որովհետև Հիսուս այս նույն ուսուցումը եւս մեկ դրվագով է սովորեցնում է բացահայտ ավելի խորը եւ բաց արդեն 19-րդ գլխի 1-ից 10 համարներում։ Ուրեմն որպես մեկ կտոր հիմա ընթերցենք Աստծո խոսքը։ Բայց ասվել է նաեւ, ով իր կնոջը արձակում է, թող նրան արձակման թուղթ տա, բայց ես ասում եմ ձեզ, ով իր կնոջը առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ 19-րդ համարը գլուխը։ Երբ Հիսուսն այս խոսքերը ավարտեց, Գալիլեայից հեռացավ եւ եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում եւ նրանց այնտեղ բժշկում էր։ Փարիսեցիները նրա մոտ եկան եւ նրան փորձելու համար ասում էին. Արդյոք թույլատրվում է, որ մարդը առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. Չեք կարդացել, որ Արարիչը սկզբից արու եւ էգ ստեղծեց նրանց ու ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը եւ միանա իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, որպեսզի այլևս չլինեն երկուս, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Նրան ասացին. ուրեմն ինչու Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան։ Նրանց ասաց. Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ, ով իր կնոջը արձակի ոչ պոռնկության պատճառով եւ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Շնություն է անում նաեւ նա, ով արձակվածի հետ է ամուսնանում։ Աշակերտներն ասացին նրան. եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ։ Ամեն Աստծո խոսքին։ Զգացիք, որքան շերտեր կար այս հատվածի մեջ։
Ուսուցումը լեռան քարոզում կարծես sense մի փոքր լուսավորում է, մի փոքր արկայծում է եւ դրվագ է վերջացավ, բայց սրանով չավարտվեց։ Աշակերտներն էլ չէին հասկացել սա ինչ է։ Աշակերտների վերջի նախադասությամբ հնչեցված հարցը, եթե ամուսնական հարաբերությունները այդպիսին է, ավելի լավ է չամուսնանանք։ Լեռան քարոզում լսել էին, ասել են այո, ամեն ընդունել էին, բայց մտածում էին սա հիփոթետիկ ինչ որ մի գաղափարախոսություն է, մենք կարևոր չի որ սրանով ապրենք եւ հեռու էին մնում այս գաղափարախոսությունից, ապրում էին ինչպես իրենց շրջապատը։ Իսկ շրջապատը ինչպես էր ապրում։ Այդ ժամանակաշրջանում կար աստվածաբանական երկու մոտեցում, երկու աստվածաբանական դպրոցներից բխած, որոնք հիմնվում էին նույն խոսքի վրա, օրինաց երկրորդ օրինաց 24-րդ գլուխ 1-4 համարներ, որ երկու անգամ էլ մեջբերում է արվում այդ տեղին, հիմնվելով դրա վրա ասում էին Հիլերի դպրոցը ասում էր, որ սա միայն վերաբերվում է շնության պարագային եւ եթե կինը ինչպես ամուսնական ուխտի մի մասը շատ թեթև է վերաբերվել եւ շնություն է արել, ուրեմն մյուս մասը կարող է դրժել այդ ուխտը, վերացնել այդ ուխտը, որտեղ արդեն դրժված է ֆիզիկապես եւ նոր ամուսնության նախաձեռնություն անել։ Մյուս դպրոցը, որ շատ ավելի աստվածաբանորեն լիբերալ էր, ազատամիտ էր, ընթերցում էր այդ նույն հատվածը Աստծո խոսքից եւ ասում էր, չէ, գրված է, եթե մի բան դուրը չգա, իսկ ինչը կարող է դուրը չգալ, անհամ ճաշը կարող է դուրը չգալ, ուրեմն ամուսինը ազատ է դուրս վռնդելու կնոջը, եթե հագուստը, տեսքը եւ եթե իրանից ավելի գեղեցիկին հանդիպեց, արդեն սա դուրը չի գալիս, ուրեմն Աստծո խոսքով հանգիստ կարող է դուրս վռնդել։ Եվ ընդհանուր մտածելակերպը, որ պետք է ինչ-որ մի պատճառ, որի համար ամուսնությունը խզվի, զուտ պատճառ, եւ հարցը փարիսեցիների եթե լսում եք, այդ տրամաբանությամբ է, արդյոք որևէ պատճառով, այսինքն դու որ դպրոցի կողմնակից ես, Հիսուս, մի հատ հասկանանք, եւ սա ծուղակ է, բայց շատ ավելի հետաքրքիր դրվագ կա, հետաքրքիր դրվագը ինչու՞մ է, որտեղ Մատթեոս ավետարանը շատ հստակեցնում է, ուր հասավ Հիսուս, որ այս հարցը հնչեց։ Հասավ Հրեաստան, հասավ մի վայր, որը Հերովդես Ագրիպասի, Հերովդես մեծի զավակի տիրապետության ներքո էր։ Հերովդես Ագրիպասն ով էր, ով որ Հովանես Մկրտչին բռնել էր, բանտ էր դրել, հետո էլ գլխատեց, ինչ պատճառով ամուսնական իր հարաբերությունները քննադատելու բուն պատճառով, թե կինը, թե ինքը դա չէին կարողանում ընդունել։ Ինքը շատ սիրում էր Հովանես Մկրտչի ուսուցումները, վախենում էր Աստծուց եւ Հովանես Մկրտչից, բայց այն, որ քննադատել էր, որ ամուսնական ուխտի մեջ սխալ բան կա, պատճառ եղավ, որ նման մեծ մարդուն, մեծ մարգարեին բանտ դնի, հետո էլ գլխատի։ Հիմա պատկերացրեք, որ այս կոնտեքստում է հաջորդ ուսուցումը Հիսուսի։ Այսինքն, եթե ինքը ամուսնական ուխտի հստակ չափանիշն է առաջ բերում, որը որ անում էր Հովանես Մկրտիչը, արդեն դա թշնամի է դարձնում իրեն տեղի իշխանին, թագավորին։ Եթե ինքը հստակ դիրք է բռնում Աստծո խոսքից բխած, արդեն լիբերալներին է թշնամի դառնում։ Եթե ինքը հստակ դիրք է բռնում ամուսնական ճիշտ չափանիշների մեջ, ամբողջ ժողովուրդն է իր դեմ դուրս գալիս, նույնիսկ իր աշակերտներն են զարմացել, ոնց թե ինչ չափանիշներ ես դու բերում։ Այնպես որ շատ պարզ հարց չի սա։ Եվ այսօր շատ արդիական հարց է հենց մեր ազգի մեջ։ Ինչ պատճառով ենք մենք ամուսնանում եւ բաժանվում։ Այսօր առավոտյան մի հատ հումորային դրվագ, որ իրական պատմությունից էր, որ 3 օրվա մեջ ամուսնացել ու բաժանվել էին եւ հետո հերոստատուսով բոլորի առջև քննարկում էին պատճառները։ Ինչքան շատ են մեր շուրջը նման դրվագներ։ Ինչքան շատ են թեթև ամուսնություններ, որ հետո երկար ձգվում են տառապանքով, որտեվ չգիտեն ստեղծողի կամքը, չգիտեն միացնողի միացնելու նպատակը,
չգիտեն, չեն ուզում լսել, սովորել եւ այդ չափանիշով ընտանիք ստեղծել։ Եվ դա բերում է խեղված սերունդների, սերունդ, սխալ մտածելակերպով աճող, սխալ մտածելակերպով ընտանիք ձևավորող, որտեվ իմ հայրս այսպես ստեղծեց ընտանիք, իմ մայրս այս պատճառով բաժանվեց։ Մեր երեխաները սովորում են դպրոցներում, որտեղ շատ ու շատ բաժանված ընտանիքների զավակներ են։ Սա լուրջ հարց է մեր ազգի մեջ։ Սա լուրջ հարց էր, այո, 20 դար առաջ Հիսուսի հետ ապրած, Հիսուսի զոհողությունը տեսած, լեռան քարոզը լսած, այդ հզորությունը լսած աշակերտները եկել են ասում են, եթե սա է չափանիշը, էլ ինչի ամուսնանանք։ Այսինքն իրենց համար արդեն ամուսնությունը մի բան է, որ քո հաճույքին է նպաստելու։ Եթե քեզ արդեն հաճելի չի, թող գնա նորը ստեղծի։ Այստեղ ամբողջ կիզակետը ում եւ ինչի համար է ամուսնությունը։ Մենք ինչ ենք կարծում, ում եւ ինչի համար է։ Ինչ ենք մենք խոսում, ասում, նորապսակներին մաղթում, ասում ենք երջանկություն, որ երջանիկ լինեք։ Ճիշտ է թե չէ։ Կենացներով, գրվածքներով, մաղթանքներով, նույնիսկ եթե նվեր ենք տանում, ծրարի մեջ մի բան ենք գրում ենք երջանիկ լինեք, բայց դա է նպատակը ամուսնության։ Եկեք ստապվենք, արդյոք դա է նպատակը ամուսնության։ Ճիշտ է, որ բոլորս այդպես ենք արել։ Ուրեմն սխալ ճանապարհի մեջ ենք դրել, որտեղ դա չի։ Սրբագործումն է։ Նպատակը, որ երկուսը միասին այդ եկեղեցի օջախում, առաջի ստեղծված եկեղեցին, որ Եդեմում ստեղծվեց, երկուսը մեկացան եւ սկսեցին երկուսով ամբողջապես Աստծուն պաշտել։ Եվ որ Ադամը տեսավ կնոջը առաջի երգը ձոնեց, ահա սա իմ ոսկորնից է, իմ մարմնից է, իմն է, ես եմ իր մեջ, ինքն է իմ մեջ, մենք հիմա երկուսով մեկանում ենք։ Այս գեղեցկագույն սրտի ճիչ երգի մեջ դրված էր երկուսով սրբագործվելու նպատակը, որին որպես հետևանք նաև երջանկություն է լինելու։ Այո, բայց առաջնային նպատակը չի երջանկությունը։ Երբ որ մենք նպատակը սխալ ենք դնում, սխալ տեղել հասնում ենք, չենք լինում երջանիկ, որտեղ սուրբ չենք լինում ընտանիքում։ Երբ որ նպատակը ի սկզբանե վերջնակետը սխալ է, ինչ ջանք ուզում ես դիր, չես հասնելու դրան։ Որտեվ ինքնին դա դրա մասին չի, Աստված դրա համար չի ստեղծել եւ հեղինակը գրել է հստակ ով է մարդը, ինչպես պետքա մեկանա եւ ինչպես պետքա երջանիկ լինի այդ մեկության մեջ, սրբագործվելով։ Որտեղ է որ մարդը իր թերությունները տեսնում է, անկեղծ մթնոլորտում, իր ընտանիքի մեջ։ Մի դրվագ ձեզ պատմեմ Հոբից։ Երբ որ այդ երկնային դատաստանի մեջ, երկնային իրավիճակում չարը հարցականի տակ դրեց Հոբի անկեղծ պաշտամունքը, անկեղծ Աստծուն սիրելը, եւ Աստված ասեց թույլ եմ տալիս փորձիր իրեն։ Թույլ տվեց փորձել ամեն ինչ բացի իր մարմնից, չէ, եւ հոգուց, նույնիսկ մարմինը երկրորդ փուլում, բայց հոգին ոչ։ Ով չտուժեց այդտեղ։ Միայն կինը։ Ինչու՞։ Տարբեր բաներ կարող ենք մտածել, բայց Աստծո պատկերում արդեն մեկացած են։ Արդեն կինը հենց հոգին է։ Հոգու մի մասն է, եւ թույլ չտվեց, որ կինը տուժի որևէ ձևով։ Իհարկե փորձության ամենաբարձր ու դաժան ձևը Հոբի կյանքում եկավ հենց կնոջ խոսքերով։ Հենց այդտեղ սրբագործումը տեղի ունեցավ, որովհետև Հոբը, երբ որ կինը իրեն ամենածանր փորձության պարագայում ասեց անիծիր Աստծուն եւ մեռիր, այն ինչի նպատակադրվել էր չարը կնոջ խոսքերով ասվեց։ Այսինքն դրանով դու ցույց տուր, որ հենց այնց ես պաշտել, շահից երներով ես պաշտել Աստծուն, ոչ թե դա քո անկեղծ սրտի դիրքն է եղել։
Հոբ այդ փորձությանը դիմանալով, բայց սրբագործվեց այդտեղ եւ կնոջն էլ դաստիարակեց։ Ոչ, Աստծուց ամեն բան գոհությամբ պետք է ստանանք, ամեն բան օրհնությամբ պետք է ընկալենք։ Սա ամենաբարդ կիզակետային դրվագն էր իր կյանքի, որ ընտանիքում տեղի ունեցավ։ Ընտանիքը սրբագործման տեղն է, սիրելիներ։ Այս երկրորդ օրինացում Հիսուսը շատ հստակեցնում է, որ ինչու այդպես ասվեց։ Նախ երկրորդ օրինացը դրվագ է, երբ որ երկրորդ անգամ Տերը սովորեցնում է կանոնները, օրենքները, նախքան ժողովուրդը կմտնեն խոստացված երկիր, արդեն նորացած ժողովուրդը, արդեն մտնելուն պատրաստ ժողովուրդը նորովի լսում է, որ հանկարծ չասի չէի լսել, չգիտեի, բայց միևնույն է իրենց մեջ այդ ստրկական եգիպտական հոգեբանությունն ու մտածելակերպն է, եւ իրենք դեռ պատրաստ չեն իրական ընտանիք կազմելու, իրենք ընդհանրապես ընտանիք կոնցեպտից հեռու են, ով ում հետ ինչ ուզում անում է, եւ Մովսեսը կարծես բերում է իրենց մի իրավիճակի, որ սա պետք է կանոնակարգված լինի նոր երկրում, սա պետք է հստակ լինի, եթե արդեն խզված են հարաբերությունները, մեկ ընդմիշտ խզեք, ոչ թե մի օր նրա վրանում լինի կինը, մի օր նրա վրանում լինի։ Այս կոնտեքստում բերեց չափանիշներ, բայց ամբողջը, երբ որ ընթերցում ենք, նպատակը նորից սրբագործումն է, դրա համար Տերն ասում է, չի կարող նորից կնություն առնել նա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այդպես դուք մեղքով չլցնեք այդ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։ Այսինքն սա անելով պղծության որոշակի պակասում է բերում Տերը, սահմանափակում է դնում, որ արձակման թուղթ տվեք, բայց դա չի նշանակում, որ արձակման թուղթը ինքնին լեգալիզացնում է ամեն տեսակ բաժանումը, որը որ կար այդ ժամանակվա մտածելակերպում եւ կա այսօր։ Մենք ամուսնությանը վերաբերվում ենք, այո, որպես ուխտի, նույնիսկ սովետի շրջանում, երբ որ պաշտամունքով եկեղեցում սա չէր լինում, սա միևնույն է հստակ հրճակում էր երկուսի կողմից ստորագրություն պայմանագրի ուխտի, որ մենք այլևս միասին ենք, սա անքակտելի է, սա հստակ է, սա բոլորի աչքի առջև, վկաների աչքի առջև, պետության աչքի առջև մեկացում է։ Էլ ավելի իհարկե եկեղեցում եւ Աստծո ներկայության մեջ, բայց աշխարհը սկսեց շատ թույլ թեթև վերաբերվել։ Վերջի շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամուսնությունների շուրջ 40-50%-ը կախված երկրներից ավարտվում է բաժանությամբ։ 2023 թվականում Եվրոպայում ուսումնասիրությունները դրա մասին են վկայում։ Ամերիկացիների 29%-ն է համարում, որ ամուսնությունը կարևոր բան է։ Այսինքն մնացած տոկոսը համարում է, որ սա անիմաստ, անկարևոր մի բան է։ Ինչ որ ձևով իրար հետ ապրենք, ազատման թուղթի կարիք էլ չկա, դուրս չեկար, գնաց, ես էլ գնացի։ Մենք այս կոնտեքստում ենք, Հայաստանը այս ազդեցությունների ներքո է։ Դեռ ինչ որ նախկինից եկող ուժ մեզ փորձում է ամուսնությունը, ընտանիքը կարևորել, բայց իմաստը նոր սերունդը չի հասկանում, ինչու սա պետք է լինի։ Միգուցե որ երջանիկ լինեմ, ուրեմն հենց որ երջանիկ չեմ, վերջացավ, նպատակը չկա, կարիքն էլ չկա։ Ես եմ կենտրոնում իմ երջանկությունը։ Ու սա մեծագույն խաբկանքն է չարի կողմից դրված մեր մտքերում։ Ես եմ կենտրոնում իմ երջանկությունը, այդպես ասեցին հարևաններս, եկեղեցուս անդամները, ծնողներս, ստեղծեցի ընտանիք, ես էլ երջանիկ չեմ, ուրեմն իմաստ չունի։ Այս գործիքը, որը իմ երջանկությանը պետք է նպաստեր, չի աշխատում։ Դադարեցնենք, նորը սկսենք։ Կրկին փորձիր։ Ուրեմն օրենքի զիջում կար այստեղ, բայց Քրիստոս արդեն լեռան քարոզում ասում է. ասվել է ձեզ, բայց ես ասում եմ։ Բայց ես ասում եմ, որ լրիվ ուրիշ նպատակ ունի։ Այն ինչ որ Աստված միացրել է, հատուկ նպատակով է միացրել, որպեսզի երկուսը մեկանալով ճանաչեն Տիրոջ մեկությունը, ճանաչեն ինչպես կարելի է ինքնազոհ սիրով սիրել եւ ինչ այդ սիրո չափանիշը, ճոխությունը, որպեսզի դա սրբագործի մեզ։ Ուրեմն ընտանիքը ստեղծագործություն է ինքնին, ընտանիքը
բացառիկ երևույթ է ինքնին, Աստված է դրա հեղինակը, դա տվողը ու պահողը։ Հին ուխտում շատ հստակ չափանիշը կար, որ չի կարելի թեթև վերաբերվել, բայց երբ որ հատվածական է ընթերցվում Աստվածաշունչը ինչպես այսօր, կարևոր չափանիշը մի կողմ է դրվում եւ գտնվում է հեշտ բառեր, որ ուզածդ անես եւ դա արդարացնես Աստծո խոսքով, ինչպես որ անում էին երկու տարբեր աստվածաբանական դպրոցներ Իսրայելում։ Օրինակ Մաղաքիա Մարգարեն, որից այսօր ընթերցեցինք առաջի հատվածը, երկրորդ գլխում 13-ից 16-րդ համարներում Աստծո խոսքը հիշեցնում է այսպես. Եվ երկրորդ 13-րդ համարից ասում է. սա եւս անում եք, Տիրոջ զոհասեղանն արցունքով եք ծածկում, լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից, բայց դուք ասում եք ինչու, որովհետև Տերը վկա էր քո եւ քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է եւ քո ուխտի կինը։ Միթե Աստված նրանց մեկ չարեց, մարմնով եւ հոգով նրանն են, եւ ինչու Աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար եւ երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի եղիր, որովհետեւ ես ասում եմ ապահարզանը, որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Տերը, Իսրայելի Աստվածը, բռնությամբ հանդերձը ծածկելը, ասում է Զորքերի Տերը, ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար եւ անհավատարիմ մի եղեք։ Այստեղ Տերը Մարգարեի միջոցով հիշեցնում է, որ եթե ձեզ թվում է, որ դուք հանգիստ կարող եք շարունակել պաշտամունքներ անել, զոհեր մատուցել, բայց ձեր ընտանիքներին սխալ վերաբերվել, դա չի ընդունվում արդեն իսկ, չի լսվում ձեր աղոթքները։ Դուք չեք կարող նման կարևորագույն Տիրոջ պատվիրանը խախտած վիճակում հանգիստ գալու պաշտամունք անել։ Եվ ասում եք ինչու։ Չեք էլ հասկանում պատճառը, որովհետև Տերը վկա էր այդ ամուսնությանը։ Այդ ամուսնությունը ժողովրդի առջև է, եկեղեցու առջև է, պետության առջև է, բայց ամենակարևորը Տիրոջ առջև է։ Ինքն է մեկացնողը եւ ասում է դու դրա նկատմամբ անհավատարիմ եղար։ Միթե Աստված չէր մեկացնողը, այդ խորհրդով ներկա լինողը Աստված էր, մարմնով եւ հոգով նրանն են մեկացած, որպես մեկ ամբողջական երևույթ է նայում Տերը։ Ինչու Աստվածավախ սերնդի համար այդ մեկացած երևույթից է բխում Աստվածավախ սերունդը։ Սերունդ, որը հորը ճանաչելով, հորը հարգելով նաև Աստծո հորն է ճանաչում, հարգում, սիրում։ Սերունդ, ով մոր գգվանքը, գեղեցկությունը, խնամքը գնահատելով եւ հոր կողմից մոր հանդեպ հարգանքը ու զողությունը տեսնելով Աստծուն է ճիշտ ձևով ընկալում եւ դրամով Աստվածավախ է դառնում արդեն իր բնությամբ եւ էությամբ, նույնիսկ առանց խոսքերի։ Հետո էլ նաեւ գալիս են խոսքերը, երբ որ արդեն սկսում է խոսք հասկանալ, գիր ճանաչել, բայց ամենաառաջի օրերից, երբ որ անձնավորությունն է ձևավորվում, հենց այդ վիճակում Աստված ձևավորում է աստվածավախությունը։ Ուրեմն զգուշություն արեք ձեր հոգիների հանդեպ։ Այսինքն հակառակը շատ լուրջ վտանգում է մեր հոգիները, որովհետև ես ատում եմ ապահարզանը։ Այս բառը հենց եբրայերենով ասում է, որ ատում եմ արձակելը, կինը թողելը, նույն հենց իմաստն ունի։ Այդ արձակման թուղթ երևույթը, որ այդքան թեթև էին վերաբերվում, Տերը իր խոսքով հստակ ասում է, որ ինքը դա ատում է, դա բացառություն է, դա մի բան է, որ ծայրահեղ դեպքում, ինչ որ մի պարագայում, ծայրահեղ դեպքում կարող է տեղի ունենալ, բայց իմացեք, որ դա Տիրոջ կամքի լուրջ խախտում է։ Խնդիրը սերը սխալ հասկանալու մեջ է։ Սիրո չափանիշը զոհաբերական հավատարմություն է, ոչ թե անձնական երջանկություն։ Զոհաբերական հավատարմություն, երբ որ ամուսնության դրվագն է, երբ որ անհատը ասում է ես որոշել եմ, որ ես իրանն եմ,
ինքն էլ իմը, անկախ բոլոր պարագաներից։ Սա որոշում է զոհաբերվելու, որի որպես հետևանք այդ աստվածավախ մթնոլորտում, սիրո մթնոլորտում բխելու է իրական երջանկություն, որը հաճույքի հետ կապ չունի։ Հաճույքը զգացմունք է, զգացողություն է եւ խաբկանք է։ Իսկ իրական սրբագործումը բերում է իրական երջանկություն, որովհետև Տիրոջ կամքի մեջ ես, որովհետև Տիրոջ կամքն է քեզ լիարժեք դարձնում, քեզ իրական դարձնում, զգացող դարձնում, նվիրող դարձնում։ Այսօր հենց այդ սիրո ընկալումն է, որ աշխարհը աղավաղում է, դեգրադացնում է։ Ես չեմ զգում սեր, ուրեմն չկա ընտանիք։ Ես չեմ զգում։ Իսկ ինչ ես զգում։ Շատ հարաբերական է։ Ինչքան ես զգում, որտեղ ես զգում։ Երբ որ շեշտը զգալու վրա է, շատ հարաբերական է։ Մենք հաճախ ամուսնությունները պատկերացնում ենք երջանկության գագաթնակետ կամ ուղի ինքնաիրացման համար։ Եթե կիսատ ես, ամուսնացած չես, ուրեմն լիարժեք իրացված չես, միգուցե լավ պաշտոններ չվստահեն, չնայած հիմա դա էլ է աղավաղվել։ Միգուցե ֆինանսական ապահովություն չունենաս, երկուսով միասին արդեն իպոթեկը հեշտ կլինի, այս կլինի, այն կլինի, շատ առօրյա կենցաղային մակարդակների է իջել ամուսնությունը, կամ հանրային ընդունելություն, դե ամբողջ օրը գլուխս տանում են այս կողմից, այն կողմից, ասում են երբ, դե լավ, մի բան անեմ, այս հարցը լուծվել, ամեն կենաց խմելուց չասեն, մյուս տարի քեզ ամուսնացած տեսնենք, երջանիկ տեսնենք։ Այդ հարցերին լուծում տալու համար ինչ որ մի բան անում ենք, նախաձեռնում ենք, նետվում ենք, հետո էլ ասում ենք վայ, չստացվեց։ Կամ ես իմ սրբությունները, իմ արժեքները մի կողմ դնեմ, հանուն հարմարավետ լավ կյանքի ու ստեղծեմ ընտանիք, ոչինչ, կոմպրոմիսի գնամ, ոչինչ։ Եվ ամեն բան հետո խախտվում է։ Ամուսնությունը հստակ սրբության ուղի է։ Եփեսացիներին ուղված նամակում, երբ որ եկեղեցի, ընտանիք այս համադրության մեջ առաքյալը մեզ տաշում հստակեցնում է, թե ինչ է ամուսնությունը, 5-րդ գլուխ 25-ից 27 համարները մենակ ընթերցեմ, ասում է. ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Ինչպես սիրեց։ Արդյոք զգացական էր սա։ Վայ, ես ինչ գեղեցիկ եկեղեցի է, արի մի քիչ սիրեմ։ Չէ։ Թշնամական, անհասկացող, միջև վերջ ապստամբած մի ժողովուրդ էնպես սիրեց, որոշեց սիրել, որ ստրուկի կերպարանքն առավ, ծեծվեց եւ վերջում խաչվեց այդ սիրուց մղված։ Եվ սա էր սիրո չափանիշը, որպեսզի նրան սրբացնի։ 26-րդ համարը սկսում է ինչ արեց եւ նպատակը ինչու դա արեց, որպեսզի սրբացնի։ Ամուսինը ինչու պետքա կնոջը սիրի եւ կինը ամուսնուն սիրի, ինչպես, ինչու սրբացնելու համար։ Եթե մի բան սխալ է իր մեջ, ինքը օգնում է, որ դա սրբագործվի, սրբացնի, ոչ թե ասում է, լավ չեմ զգում, ինձ այս մթնոլորտում գնացի։ Որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Սա է ընտանիքը։ Այս մոդելը Տերը տվեց Եդեմի պարտեզում, որպեսզի հետո եկեղեցի մոդելը ճիշտ հասկանանք, որպեսզի սեր երևույթը ճիշտ հասկանանք։ Մեզ ամբողջ մեր ինֆորմացիոն աղբը կամ ինչ որ կա մեր շուրջը սիրո, սիրելու, զգալու սխալ պատկերներ է սովորեցնում։ Մենք այս հարվածների տակ ենք ամեն վարքյան, ամեն գովազդում, ամեն երգում, ամեն գրքում։ Մեզ սխալ սեր են սովորեցնում ամենուրեք։ Միայն Աստծո խոսքն է եւ Քրիստոսն է ճիշտ սեր սովորեցնում։ Մենք այս հարվածների տակ ենք ամեն վարքյան։ Դրա համար
չենք կարող հիմնված չլինել Աստծո խոսքի վրա։ Հեղինակի կամքի, հեղինակի գծած ծրագրի վրա չենք կարող հիմնված չլինել։ Շատ մեծ են հարվածները մեր վրա։ Կորինթացիներին ուղված նամակում սերը ամենօրյա որոշում է սիրել, ներել եւ ծառայել, բայց օրինակը այսպեսին է առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ 4-ից 7-րդ համարներ եւ 8-րդ համարի մի մասը։ Սերը հանուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում, անմտություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի անհետանում։ Եթե կա, դա չի անհետանում, պարզապես երևույթն է, որ մենք սխալ ենք ընկալել ու դա չի լինում հետո, որովհետև սերը մեր համար հաճույք է, երջանկություն է ճակերտավոր ու դա անհետանալու է։ Բայց եթե սերը Աստծո ուզածն է, բառն է փոխվել, ճիշտ բառը սիրո նկարագրությունը սա է, դա չի անհետանալու, որտեղ դա քեզնից է, քո որոշումից է, քո արածից է, դա չի կարող անհետանալ, դա ավելանալու է, դա խորանալու է, դա զորանալու է, որովհետև դրա հետևում նաև Աստծո զորությունն ու սերն է կանգնած։ Ամուսնությունը հարթակ է ծառայելու մեր կողակիցներին, ինչպես Քրիստոս ծառայեց եկեղեցուն։ Այդ դա է երջանկությունը, ճիշտ վայրում ճիշտ գործով զբաղվելը։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 43-ից 45 համարներ։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Երբ որ վեճ էր գնում, թե ով է վեր, ով է ներքև, ով պետք է ծառայի, ով պետք է ենթարկվի, ասում է աշխարհում է դա, ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է սպասավորը լինի, եւ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետեւ մարդու որդին նույնպես չեկա, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը տա, որպես փրկագին։ Սա է սերը, սա է երջանկությունը, սա է իմաստավորված կյանքը, սա է նպատակասլաց կյանքը, սա է մի ընտանիքի մոդել, որը չի կարող քանդվել, որի հանդեպ չարը զորություն չունի։ Հռոմեացիներին ուղված նամակում 12-րդ գլուխ 1-ից 2 համարներ։ Արդ Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ եւ քույրեր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Տեսնում եք ինչքան շահկապած ամեն բան, ամեն պաշտամունք, ամեն սիրո դրսևորում, ամեն Աստծո հանդեպ վերաբերմունք եւ հաղորդակցություն ինչքան շահկապված է, եւ դրա կիզակետում ընտանիքն է։ Հիսուսը փարիսեցիներին, աշակերտներին, իր ժամանակակիցներին ասում էր. վերադարձեք սկզբին, վերադարձեք խոսքին, վերադարձեք հեղինակի կամքին ու ամեն բան իր տեղը կընկնի։ Սկզբից այդպես չէր, ասում է։ Ամուսնությունը աստվածային ստեղծագործություն է, որի միջոցով մարդը կոչված է արտացոլելու Քրիստոսի զոհաբերական սերը։ Միայն խաչի սիրով փոխված սիրտը, այսինքն եթե քո սիրտը փոխված է, խաչի զոհողության գինը ընկալում է, կարող է ամուսնությունը տեսնել որպես ուխտ, ոչ թե որպես ժամանակավոր պայմանագիր։ Եթե սիրտդ փոխված չի, մի մտի դրա մեջ։ Չես հասկանալու որն է նպատակը դրա, չես հասնելու ճիշտ նպատակակետին։ Տղամարդիկ, սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցուն եւ իրեն տվեց նրա համար։ Կարող ենք այդպես սիրել տղամարդիկ։ Տղամարդկությունը դրա մեջ է երևալու։ Մնացած բաները պատրանք են, խոսքեր են։ Ամեն օր աղոթել միասին, ներել եւ ընդունել միմյանց թերությունները, հիշել, որ ամուսինը կամ կինը եւս Աստծո զավակ են, Աստծո ստեղծագործություն են, հիշել, որ Աստված նպատակ ունի միասին սրբագործելու, առանցին չի ստացվելու,
ինչպես առանց եկեղեցու չի ստացվելու։ Հավատարիմ մնալ ուխտին, ոչ թե հարմարությանը։ Ամուսնությունը սրբության ուղի է, որը պահանջում է նվիրվածություն, զոհաբերություն և Աստծո առաջնորդություն։ Ամեն։